Բարև ձեզ։ Մինչ մենք կարծես թե ամբողջությամբ տարված ենք գլոբալ աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային վերջին ուշագրավ զարգացումներով, նկատի ունեմ Ուկրաինայի շուրջ վերջին ուշագրավ զարգացումները, այդ համատեքստում Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Եվրոպա հարաբերությունները, իսկ տարածաշրջանում բնականաբար հայ-ադրբեջանական գործընթացը, առաջիկա օրերը, շաբաթները խոստանում են բավական հետաքրքիր լինել Հայաստանի ներսում ընտրական գործընթացների հետ կապված, ինչպես գիտեք, մարտի 30-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են տեղի ունենալու Հայաստանի երկու համայնքներում, Գյումրիում եւ Փարաքարում։ Առաջադրումների ժամկետը արդեն սպառված է, թեկնածուները հայտնի են, մասնակցող քաղաքական ուժերը, կուսակցությունները, դաշինքները հայտնի են։ Նախընտրական քարոզչությունը պաշտոնապես դեռ չի սկսվել, բայց նախընտրական տրամադրությունները կարելի է ասել եռում են։ Սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես հիմա զրուցելու եմ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ ուրեմն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, ինչով են ընտրությունները, ընդհանրապես տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունները եւ մարմինները կարևոր մեզանում եւ երկրի պետության համար, իշխանության համար, կառավարող կուսակցության համար։ Նախ շնորհակալություն հրավերի համար, կարծում եմ, որ այսօրվա հայաստանյան ներքաղաքական կյանքի համար կարևոր թեմա ենք քննարկում տեղական ինքնակառավարման մարմինների հետ կապված եւ ոչ պակաս նշանակալի, քան նշված մնացած թեմաները, որովհետեւ մեր ներքին կայունությունը, մեր ներքին իմունիտետն է ապահովելու ավելի մեծ մարտահրավերներին դիմագրավելու համար։ Ինչով է կարևոր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, քանի որ Հայաստանի Հանրապետությունը գնալով դառնում է ավելի քաղաքական պետություն, տեղական ինքնակառավարման մարմինները հնարավորություն են ստեղծում, որպեսզի քաղաքական ուժերը կարողանան քաղաքականությամբ զբաղվել, եթե շատ կտրուկ ձևակերպեմ կամ լոզունգային։ Ցավալիորեն ոչ բոլոր կուսակցություններն են մտածում այդ մասին եւ համապետական ընտրություններ են արտանում քաղաքականության մասին խոսելիս, բայց տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրությունները, հաղթանակը, քարոզարշավը, աշխատանքը հնարավորություն են տալիս հետագայում մոտենալ այդ քաղաքացիներին եւ ասել՝ դու տեսել ես իմ աշխատանքը, ես քեզ խնդրում եմ ինձ պատվիրակել ավելի բարձր լիազորություն եւ ավելի բարձր պատասխանատվություն եւ ես նույն որակով կաշխատեմ քեզ համար։ Եվ սա կուսակցությունների համար դաշտ է բացում աշխատանքի։ Ես ձեր խոսքից երկու նկատառում։ Մեկը, որ քաղաքական պետություն ենք դառնում ավելի, վստահեք, թե այս ընտրություններն էլ թիմ ընտրությունները հատկապես քաղաքական են, թե մարդկանց ընկալումների մեջ անձ են ընտրում, ոչ թե քաղաքական թիմ։ Մշակութորեն այնպես է եղել Հայաստանի քաղաքական մշակույթի մեջ, որ մարդիկ հակված են ընտրել անձերին, որոնց սա ոչ միայն թիմ ընտրություններին է վերաբերում, սա վերաբերում է նաև համապետական ընտրություններին, որքան էլ որ առաջադրվեն կուսակցություններ իրենց կուսակցական ցուցակներով կամ դաշինքներ կամ քաղաքական ուժեր իրենց ցուցակներով, այնուամենայնիվ մարդկանց հայացքը ուղղված է առաջին դեմքին եւ առաջին համարով են ընտրություն կատարում։ Իհարկե քաղաքական առաջնորդությունը շատ կարեւոր է, սակայն կարեւոր է որ քաղաքացիները նաեւ բովանդակությանը, ծրագրերին, կատարված աշխատանքին ուշադրություն դարձնեն եւ ես կարծում եմ, որ գնալով ավելի ու ավելի են քաղաքացիները սկսում բովանդակային հարցեր տալ քաղաքական ուժերին։ Առաջնորդին են ընտրում, առաջին դեմքին են ընտրում, հիմա մարդկանց մտքի մեջ կուսակցության առաջին դեմքն է, թե ցուցակի առաջին դեմքը, թիմերի ժամանակ։ Թիմերում ավելի հաճախ քաղաքի առաջին դեմքն է, բայց իհարկե չեն կարող շղթել նաև այն հանգամանքը, որ կուսակցությունը եւս կարևոր նշանակություն ունի եւ այն քաղաքական դերակատարները, ովքեր կանգնած են առաջին համարի եւ ամբողջ ցուցակի հետ, կարող են էական ազդեցություն ունենալ նրա վրա, թե ինչպես քաղաքացիները որոշում կկայացնեն։ Սրանով է բացատրվում նաեւ այն, որ հաճախ թե ընդդիմադիր, թե քաղաքական ուժերը, թե մենք որպես կառավարող ուժ փորձում ենք քաղաքացիներին ցույց տալ նաեւ այն քաղաքական մոտիվացիա եւ քաղաքական
ետնախորշը, որում աշխատում են առաջին համարները, դուք գիտեք այդ հավանաբար հաճախ հնչող բացահայտումները, թե ովքեր ում հետ են փոխկապակցված մի կողմից մեր կողմից ներկայացվող հակառակ կողմից էլ դե գիտեք որ երբևէ մեր հետ աշխատած ուժերը եթե քաղաքական կուսակցություններ են ստեղծում նրանց վերագրում են համագործակցություն կամ երբևէ մեր հետ չաշխատածներին նույնպես կարող են դա անել, այսինքն մեծ հաշվով քաղաքական մոտիվացվածությունը գնալով առաջին պլան է գալիս նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ներողություն եթե նկատել եք օրինակ այն բանից հետո երբ որ Եվրաքվե դաշինքը հայտարարեց Եվրադաշինքը, հա, այսպես կոչված հայտարարեց, որ իրենք ունեն թեկնածու եւ պատրաստում են առաջադրվել, հնչեցին մեղադրանքներ, ասեմ թե ինչ ասեմ, պատմություններ այն մասին, որ այս քաղաքական ուժերը համագործակցում են Երևանում քաղաքացիական պայմանագրի հետ, այսինքն իհարկե Լևոն Բարսեղյանը կարող է իր հեղինակությամբ կամ իր անձով պայմանավորված ձայներ ունենալ կամ կորցնել, բայց ակնհայտ է, որ քաղաքական մյուս ուժերը փորձում են նաև ամբողջ համատեքստը բացել, քաղաքական համատեքստը եւ ինչքան որ անձի մասին է ընտրությունները, նույնքան էլ քաղաքական ուժերի մասին է։ Լավ, իսկ որ ասում եք, թե կուսակցությունները առանձնապես շատ չեն կարևորում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները եւ ի հայտ են գալիս համապետականից համապետական, այստեղ էլ թույլ տվեք առանձնապես շատ չան կամ մասամբ համաձայնել, որովհետեւ կոնկրետ Գյումրիում քաղաքական 9 ուժ, 6 կուսակցություն եւ 3 դաշինք Դաշինքներն էլ հասկանալի է ոչ պակաս կան երկու կուսակցություն են դա նշանակում է որ չեն կարևորում առանձնապես շատ չէ Իսկ իմ նախադասությունը լավ չեմ ձևակերպել կամ պետք է վերադառնանք եւ նայենք ինձ իմ հիշելով ես ասեմ որ որոշ կուսակցություններ շատ չեն կարևորում եւ սա կարևոր է իմանալ հասկանալ թե որ կուսակցություններն են Այս պահին Հայաստանի Հանրապետություն տեղական ինքնակառավարման մարմիններում ներգրավված է 21 կուսակցություն իշխանություններում, այսինքն իշխանություն ունի տիմերում 21 տարբեր կուսակցություն։ Ես գուցե այս պնդման համար նաև ձեր օգնության կարիքն ունենամ, բայց ես չեմ հիշում դուք լրագրող եք եղել նաև քաղաքական լրագրող երկար տարիներ, չեմ հիշում որևէ այլ ժամանակաշրջան, երբ որ 21 կուսակցություն միաժամանակ իշխանություն կունենա երկրում, տեղական ինքնակառավարման մակարդակում։ Ես կարող եմ նրանց անունները թվել եւ երբ որ ես նրանց անունները թվեմ, ամենաուշագրավ հանգամանքը այն կլինի, որ դուք կնկատեք, որ Հայաստանի խորհրդարան ներգրավված կուսակցություններից միայն մեկի անունը կլսեք եւ այդ մեկը քաղաքացիական պայմանագիրն է։ Այսինքն Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եւ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը ներգրավված չեն տեղական ինքնակառավարման մակարդակում, իրենք հետաքրքրված են կենտրոնական իշխանություն ունենալով։ Բայց քանի որ Հայաստանում քաղաքական կանոնները փոխվել են, այն կուսակցությունները, որոնք հիմա ներգրավված են տեղական ինքնակառավարման մարմիններում, իրենք ավելի մեծ հնարավորություն կունենան հետագայում աշխատել իրենց ընտրողների հետ, ցույց տալ իրենց արդյունքները եւ ամենակարևորը ինչը այս պարագայում շատ կարևոր եմ համարում 21 կուսակցություն 20 կուսակցություն բացի կենտրոնական իշխանությունները այս պահին փորձ է ձեռք բերում այս պահին փորձառություն է ձեռք բերում կառավարման եւ դառնում է ավելի պրոֆեսիոնալ եւ ավելի ծրագրային պատկերացնում է թե ինչ է միջնաժամկետ ծախսային ծրագիրը, ինչ է սուբվենցիան, ի տարբերություն նախորդ ժամանակաշրջանի, երբ այդպիսի հնարավորություն ունեին միայն իշխանական կուսակցությունները եւ կոալիցիոն ուժերը։ Իմ հիշողության մեջ Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմիններում իշխանության էին կամ հանրապետական կուսակցություն կամ Բարգավաճ Հայաստան կուսակցություն կամ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություն։ Ես հիշում եմ միայն մեկ դեպք, երբ Գարիկ Սարգսյանը նոր կյանքում հաղթանակ տարավ թիմ ընտրություններում։ Մնացած դեպքերը գուցե եղել են դուք ինձ կօգնեք հիշել, բայց ես չեմ հիշում։ Այս պահին Հայաստանի Հանրապետությունում շատ տարբերվող իրավիճակ է, որովհետև այս 20 կուսակցությունները ներգրավված են Հայաստանի Հանրապետության թիմերի 40-ից ավելի տոկոսում, այսինքն կենտրոնական իշխանությունները 40-ից ավելի տոկոսում դուք իշխանություն չունեք թիմ մակարդակում։ Կենտրոնական իշխանությունները թիմ մակարդակում 42 ամբողջ ինչ-որ տոկոսում, 42%-ում կամ ընդհանրապես ներկայացված չեն կամ ներկայացված են որպես ընդդիմություն։ Հետևաբար քաղաքացիական պայմանագիրը հիմա ինտենսիվորեն, եթե կենտրոնական համապետական իշխանության պարագայում աշխատում է որպես իշխանություն, 40% թիմերում աշխատում է որպես ընդդիմություն։ Եվ ձեռք է բերում նաև թարմացնում է իր ընդդիմադիր փորձը։ Ասում եք 40-ից ավելի տոկոսում աշխատում է որպես ընդդիմություն, ձեզ էլ մեղադրում են, որ այն համայնքներում, որտեղ դուք աշխատում եք որպես ընդդիմություն, պարտվելուց հետո
գործարկվում են իշխանությունը վերցնելու սցենարներ եւ նման դեպքեր են մատնանշվում։ Շնորհակալություն ես հարցի համար, սա եւս մի միֆ է, որի մասին կուզենայի խոսել, որովհետեւ մի քրեական կամ երկու քրեական գործի դեպքում չեմ պնդում քանիսն են դրան, որոնք քաղաքապետերի կամ համայնքապետերի նկատմամբ հարուցվել են մեր անդիմադիր խորհրդարանական ընդդիմության եւ նրանց հետ աֆիլացված ուժերը տարբեր եթերներում պատրաստ են բանանել, պնդել, որ քաղաքացիական պայմանագիրը զավթում է երկրում տեղական ինքնակառավարման մարմինները, միշտ իրական հակառակն է այն համայնքներում, որտեղ որ պարտվել է, իսկ մենք պարտվել ենք կամ չենք մասնակցել կամ մասնակցել եւ պարտվել ենք 71-ից 30 համայնքում, իսկ 71-ից 30 համայնքը եթե նախկին վարչատարածքային բաժանման մասին օրենքով փորձ են բացատրել, որպեսզի քաղաքացիներն ավելի հասկանալի բառերով լինեի, որովհետև վստահ եմ, որ օրենքից օրենք չեն բանանում, էլի բացում կարդում տեսնել ինչպես է փոխվել։ 30 համայնքները այս պահի դրությամբ նախկին տրամաբանությամբ մոտավորապես ճշգրտորեն 20 քաղաք եւ 347 գյուղ է։ Այսինքն Հայաստանի Հանրապետություն 20 քաղաքներում եւ 347 գյուղերում քաղաքապետեր եւ գյուղապետեր նշանակում են ընդդիմադիր կուսակցությունները։ Սա իմ կարծիքով ուշագրավ հանգամանք է նկատելու համար, թե որքան մեծ է տարածումը ընդդիմության որոշումներ կայացնողներ, ինչքան բազմազան է եւ ինչքան շատ տեղերում են այդ որոշումները կայացնում։ Եվ երբ որ պայմանական մի տեխնացուի նկատմամբ քրեական գործ կամ մի ընտրված կամ նշանակված պաշտոնյայի նկատմամբ քրեական գործ է հարուցվում, ես քրեական գործի մանրամասներին տեղյակ չեմ, հետեւաբար չեմ կարող պնդել օրինակ դատարան կամ դատախազությունը ինչ հիմքերով, ինչ ամրությամբ կամ ինչ տրամաբանությամբ է քրեական գործերը հարուցել, ես կարծում եմ, որ քաղաքական գործիչները չպետք է իմանան քրեական գործերի բովանդակությունը, այլ օրինաչափությունները եւ տրամաբանությունը։ Իսկ օրինաչափությունը ասում է, որ մնացած 19 քաղաքներում եւ 347 գյուղերում ընդդիմության տեխնացուները աշխատում են իրենց տեղերում։ Շատ լավ, եւ երկրորդ միֆը, որը մեր մասին տարածվում է, դա է, որ մենք ուժ ենք գործադրում ավականու անդամների նկատմամբ կամ նրանց բերելով, նրանց, չգիտեմ, համոզելով, բերելով, փոխելով նրանց դիրքորոշումները, եւ սա իրականում այս կոնտեքստում հաճախ մեջբերվում է Երևանի դեպքը, որը հայտնի է բոլորի աչքի առաջ է տեղի ունեցել եւ կարծում եմ դրան ավելի հանգամանալի ծանոթ են մեր հեռուստադիտողները եւ իհարկե Ալավերդու դեպքը, որտեղ գիտեք, ընդհանրապես մի մանդատի տարբերություններ իշխանությունը եւ ընդդիմությունը այդ մի մանդատով ավականու անդամը քվեարկել էր քաղաքական ուժերից մեկին, հետո որոշ ժամանակ հետո երբ որ մենք առաջադրեցինք մեր մի տեխնացուին, քվեարկեց մեզ եւ մեզ իրական միջումը մեղադրում մեր ընդդիմությունը, մեզ մեղադրում է քաղաքական գործունեության մեջ, որովհետեւ ես հիշում եմ վերջի 7 տարիների ընթացքում, ինչպես 6-ից ավելի տարիների ընթացքում դեռևս 7 չի բոլորել, ինչպես ազգային ժողովի պատգամավորում ընդդիմադիր կուսակցությունները ամեն օր հրապարակային հայտարարում են, որ ՀՍԿՊ-ից 20 հոգի կփոկվի, 30 հոգի կփոկվի, կմիանա մեզ եւ մեր տեխնացուին կքվեարկի։ Այդ տեխնացուին իհարկե իրանք երբեք չեն վերել։ Մեկը փոկելը դա նորմալ է եւ քաղաքական է։ Դա քաղաքական գործընթաց է։ Եթե մեր ընդդիմադիր գործընկերները ակնկալում են, որ իրենք կառաջադրեն որևէ քաղաքական գործչի եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից խորհրդարանում գոնե մեկը կքվեարկի այդ գործչին եւ իրանք կհամոզեն, կբերեն ցույց կտան, կասեն նայ, այս տեխնացուն Նիկոլ Փաշինյանը այս լավ կառավարիչ է, արի իրան ընտրի։ Եվ ես այդպես իրենց փաստարկները կլսեմ եւ կհամոզվեմ, ինչու չի կարող այդ նույն բանը տեղի ունենալ Ալավերդում եւ այնտեղի ընդդիմությունը տանի իշխանական ավականուց մեկին ասի, որ տես եւ ասենք տարիներ շարունակ համոզի հետեւողականորեն, ես եթե չեմ սխալվում, 1 տարուց ավելի էր անցել առնվազն, այսինքն այդ ամեն օր կարելի է այդ ավականներին գնալ եւ համոզել, որովհետեւ դա է քաղաքական աշխատանքը։ Իրենք էլ թող ամեն օր գան, ինչ փորձեն համոզել։ Թող փորձեն տեսնենք ինչ կստացվի։ Հասկացա տրամաբանությունը, իսկ որ ասում եք, այսպես դրական եք ներկայացնում, որ տեսեք մեր օրոք, մեր իշխանության օրոք տեղական ինքնակառավարման մարմիններում այսքան համայնքներում 40-ից չգիտեմ ինչքան տոկոս դուք չեք իշխանությունը եւ դուք այդտեղ ընդդիմությունը մեծ հաշվով, հա, տեղական ինքնակառավարման մարմիններում, այսքան համայնքներում իշխանություն է։ Իսկ ինչու է դա այդպես ստացվում։ Դա տրամաբանական է, թե չէ, ասենք ինչպես է պատահում, որ 2018 թվականից այս կողմ ինչքան համապետական ընտրություններ եղել է քաղաքացիական պայմանագիրը հաղթել է, նույնիսկ հաղթել է այնպես, որ կոալիցիայի կարիք չի ունեցել,
իսկ տեղական համակարգում ստացվում է, որ պարտվել է այսքան համայնքներում։ Շնորհակալություն հարցի համար, շատ հետաքրքիր է դիտարկել նաև կողքից ոչ միայն որպես կուսակցական, որովհետև որպես կուսակցության ներկայացուցիչ ես կարծում եմ մենք պետք է ամեն ինչ անենք, որ հաջորդ ընտրություններում բոլոր համայնքներում հաղթենք, որովհետև կուսակցության միակ իմաստը, քաղաքական գործունեության միակ իմաստը գնալ առաջարկել ծրագրեր եւ փորձել հաղթելն է։ Իսկ ինչպես է սա տեղի ունենում։ Սրա հիմնական պատճառն այն է, որ Հայաստանի Հանրապետություն բոլոր այն կուսակցությունները, որոնք մասնակցում են ընտրություններին, իմ դիտարկմամբ եւ իմ կարծիքով երիտասարդ կուսակցություններ են։ Հայաստանի այս կուսակցություններից մեծ մասը ստեղծվել են հեղափոխությունից հետո մի մաս օրինակ Հանրապետություն կուսակցությունը ավելի հին ժամանակ երիտասարդ չէ։ Համաձայն եմ։ Հիմա եթե թույլ տաք ամբողջ տրամաբանությունը փորձեմ բացատրել։ Քաղաքացիական պայմանագրի 10-ամյակը այս տարի պիտի լրանա, այսինքն ինքը նույնիսկ 10 տարվա կուսակցություն չի։ Սա ինչի բերումով է տեղի ունեցել, քանի որ քաղաքական դաշտը անհետաքրքիր եւ ուզուրպատված եւ անհետաքրքիր է եղել, գործարքների դաշտ է եղել մինչ հեղափոխական շրջանում, մարդիկ որպես կանոն այդ տեսակի քաղաքականությամբ չեն զբաղվել եւ քաղաքականության նկատմամբ հետաքրքրություն առաջացել է 18 թվականին։ Լինել երիտասարդ կուսակցություն նշանակում է ունենալ քիչ սփռվածություն, քիչ տեղերում տարածքային կառույցներ եւ քիչ տեղերում աստիճանաբար ձեռք բերել համախոհներին։ Եթե օրինակ մի համայնքում մենք մեր համախոհության, մեր գրասենյակը ունենք, մեր համախոհների շրջանակը ունենք, այդտեղ կարողանում ենք ունենալ լավ տեխնացու եւ ներկայացնել նրան, մեկ այլ համայնքում մեկ ուրիշ կուսակցություն է կարողանում այդ գործունեությունը ավելի արդյունավետ իրականացնել։ Եվ այս մրցակցությունը համայնքից համայնք տարբեր կերպ է դրսևորվում եւ այդ մեկ ուրիշ կուսակցություններն էլ որպես կանոն նորաբաց կուսակցություններ մի քանի բացառությամբ է, օրինակ Հանրապետություն կուսակցությունը 5 կուսակցություն է, ինքը Մեղրիում մեզ հաղթել է, եթե չեմ սխալվում միայն այդ համայնքում։ Եվ այդպես կարող է մի երկու բացառություն լինեն, բայց մեծ հաշվով կամ չգիտեմ սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցություն մի համայնքում էս հաղթել է, բայց մեծ հաշվով այս քաղաքական գործընթացները, կուսակցությունների ձևավորման գործընթացները նոր են տեղի ունենում եւ համայնքներում մի ամբողջ քաղաքական ենթակառուցվածք է ձևավորվում, որը նաեւ հետագայում ծառայելու է Հայաստանի քաղաքական կյանքին։ Պայմանական, եթե մի համայնքում հաղթել է նորաբաց դեմոկրատական այլընտրանք կուսակցությունը, եթե չեմ սխալվում, հիմա փորձեմ գտնել այդ համայնքի անունը, որտեղ մի համայնքում չի հաղթել, իրական 4 համայնքում տարբեր դաշինքներով ներգրավված է, բայց ես հիշում եմ այդ թիվը, որովհետև ինքը 36 Վարդենիս համայնքում 36 վարչական շրջան ունի, դաշինքով է հաղթել համերաշխություն կուսակցության հետ, 36 վարչական շրջանում ունի ինքը վարչական ղեկավարներ նշանակելու լիազորություն, այսինքն 36 մարդ այդ կուսակցությունից կամ եթե քվոտայով բաժանված է 18 մարդ այդ կուսակցություն հենց հիմա կառավարման փորձ է ձեռք բերում, իրենք համայնքապետարանում ենթադրաբար իրենց կուսակցական պաշտոնյաների եւ քվոտաներ կունենան եւ այստեղ կաշխատի մի ամբողջ կուսակցական ենթակառուցվածք, որը իմունիտետ է երկրի համար եւ եթե հաշվի առնենք, որ սա 20 ուրիշ կուսակցությունների մասն է, քաղաքացիական պայմանագիրը եւս երիտասարդ կուսակցություն եւ ինքը ամբողջ ենթակառուցվածք չունի հանրապետության ամբողջ տարածքում, բայց բնականաբար այս տարիները թե մենք, թե մնացած կուսակցությունները օգտագործելու ենք, որպեսզի այդ ենթակառուցվածքը զարգացնենք եւ հաջորդ ընտրություններին գնանք եւ քաղաքացիներին ասենք մեզ վստահեք։ Իսկ թե ինչով են զբաղվում Երևանի կենտրոնում տաղավարներում նստած են կուսակցական գործիչները, ովքեր բողոքում են, որ լավ միջավայր չի Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու համար եւ դրա համար իրանք չեն կարող կրել այս համայնքում կամ համապետական ընտրություններում համայնքներով հետաքրքրված չեն որպես կանոն համապետական ընտրություններում են ուզում հաղթել, այդ արդեն ուրիշ ժանրի հարց է, դա նշանակում է, որ այդ մարդիկ ապրում են 18 թվականից առաջվա տրամաբան քաղաքական տրամաբանության մեջ։ Լավ, այսքանը ուրեմն ընդհանրապես տեղական ինքնակառավարման մարմինների եւ այդ մարմինների ընտրությունների մասին, հիմա կոնկրետ կանք արդեն համայնքներին, ես նշեցի, որ մարտի 30-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են տեղի ունենալու Փարաքարում եւ Գյումրիում, այս երկու ընտրությունները ձեզ համար, ձեր կուսակցության համար նույն կարևորություն ունեն, թե այդուամենայնիվ որոշակի տարբեր են կարևորությամբ։ Փոքր դատարից հետո շարունակենք, կվերադառնանք վարքյաններ անց։ Իշասեմ սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի հետ։ Մենք առաջին հատվածը խոսեցինք ընդհանուր առմամբ տեղական ինքնակառավարման եւ ընտրությունների մասին, հիմա կոնկրետ համայնքներին ենք գալիս, Փարաքար եւ Գյումրի։ Կարևորությունը նույնն է ձեզ համար, թե այդուամենայնիվ Գյումրին որոշակիորեն տարբերվում է։
ոչ միայն նրան, որ երկրորդ քաղաքն է, որ ասում ենք հայրաքաղաքն է մեր եւ այլն, այլ որոշակի սիմվոլիկ իմաստով։ Քաղաքական կուսակցությունների համար չկան եւ մանավանդ եւ չպիտի լինեն մանավանդ քաղաքացիական պայմանագրի համար այդպես տրամաբանություն չկա, որ որևէ ընտրություն պակաս կարեւոր է։ Բոլոր ընտրությունները նույնքան կարևոր են, որքան համապետական ընտրությունները։ Չկան անկարևոր ընտրություններ։ Մենք չենք ներգրավում անկարևոր ընտրությունների մեջ։ Եվ նույնիսկ մեր սեփական կուսակցության ներսում տարածքային խորհուրդների ընտրությունները նույնչափ կարևոր են, որքան համապետական ընտրություններ։ Ընտրությունները չեն կարող անկարևոր լինել։ Ես սիմվոլիկ առումով ասացի, ինչու, որովհետև ընդդիմության շրջանակներում կարծես թե այսպիսի թեստ շրջանառվում է, որ տեսեք 2018 թվականի նույն ամսին եւ գրեթե նույն օրը մեկ օրվա տարբերությամբ Գյումրիից սկսվեց քաղաքացիական պայմանագրի կուսակցության գալը իշխանություն, շարժը դեպի իշխանություն եւ Գյումրիում էլ պետք է վերջանա։ Եթե այս զվարճալի տարբերությամբ տրամաբանությամբ շարունակենք խոսակցությունը, քաղաքացիական պայմանագիրը տեղական ինքնակառավարման մակարդակում Գյումրիում իշխանություն չի ունեցել 7 տարիների ընթացքում եւ երևի վերջապես ժամանակն է, որ 7 տարի անց քաղաքացիական պայմանագիրը նաեւ իշխանություն ունենա Գյումրիում եւ մեր Սարիկը Գյումրիում դառնա համայնքապետ, բայց ես չի ուզենա ամենևին իջեցնել Փարաքար համայնքի ընտրությունների նշանակությունը, որքան էլ մեր տարբեր դիմադիր գործընկերներ զվարճալի տրամաբանություն դնեն տարբեր տեսակի ընտրությունների ներքո, նախ Փարաքար համայնքի ընտրությունները նաև աչքի են ընկնում իրենց նորից իրենց բազմազանությամբ ներկայացված են 3 կուսակցություն եւ 1 դաշինք է ներկայացված, ինչը Փարաքարի համար նոր է, այսինքն սովորաբար ավելի քիչ ուժեր 2 կամ չգիտեմ 3 լավագույն դեպքում մասնակցում էին, ինչը նույնպես նշանակում է, որ ոչ միայն հետաքրքրվածություն կա համայնքների նկատմամբ, համայնքներում աշխատելու նկատմամբ, այսինքն կուսակցությունները հասկացել են, որ իրենք պետք է նաև դաշտային աշխատանք կատարեն տեղերում, այլ նաև շատ կարևոր է, ինչպես դուք նշեցիք, Գյումրու 6 կուսակցությունների եւ 3 դաշինքների, ճիշտ եմ հիշում, եւ Փարաքարի 3 կուսակցությունների եւ 1 դաշինքի մասնակցություն ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական գործիչները, կուսակցությունները հավատում են ընտրություններին եւ իրենք գիտեն, որ ընտրությունների միջոցով հնարավոր է փոփոխություններ եւ ես իհարկե ողջունում եմ հնարավորինս լայն մասնակցությունը կուսակցությունների կողմից, սակայն սա չի նշանակում, որ քաղաքացի որպես օրինակ ժողովրդավարության ջատագով ես մտածում եմ, որ քաղաքացիական պայմանագիր պետք է գնալով ավելի քիչ դիմերում հաղթանակ տանի, ես վստահ եմ, որ ժողովրդավար ճանապարհով հնարավոր է բոլոր դիմերում լինել իշխանություն։ Ասացիք, որ ձեր իշխանության 7 տարիների ընթացքում Գյումրիում տեղական ինքնակառավարման մակարդակում իշխանություն չեք եղել, լավագույն դեպքում ես ավելացնեմ, որ կոալիցիոն իշխանության մաս եք կազմել Գյումրիի ավագանիում եւ հիմա ասում եք, որ ժամանակն է, որպեսզի քաղաքացիական պայմանագիրը դառնա իշխանություն եւ ձեր Սարիկը դառնա քաղաքապետ։ Ձեր Սարիկի մասին ինչ է հայտնի, բացի այն, որ այն կուսակցական էր, հետո պրայմերիզի արդյունքում դարձավ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար եւ միաժամանակ գրեթե միաժամանակ նաեւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ։ Շնորհակալություն պրայմերիզից խոսելու համար, ես կուզենայի նաև այս տրամաբանությունը կուսակցության նկարագրել, ինչը իդեպ բխում է այս տրամաբանությունը նրանից, ինչը այս վիճակագրությունից այս տեսքից, հա, որովհետև քաղաքացիական պայմանագրին չի բավարարում այն, որ ինքը ընդամենը 57% դիմերում կարողացել է հաղթանակ տանել։ Սարիկ Մինասյանը, ինչպես գիտեք, իմ գործընկերն է եղել 7-րդ գումարման ազգային ժողովում, ներկայացված է Լուսավոր Հայաստան կուսակցության ցուցակով էր ընտրվել պատգամավոր, վստահ չեմ կուսակցական եղել է թե ոչ, գուցե եղել է։ Դրանից հետո ինքը Գյումրիում պաշտոն է զբաղեցրել, կարծեմ որպես անկուսակցական, պարզապես այսպես ասած, ժամանակակից լեզվով ասած տեխնոկրատ կառավարիչ, եւ երբ որ քաղաքացիական պայմանագիրը ինչ որ պահի նկատեց չարձանագրեց, էլի, որովհետև մենք դա նկատում ենք խնդիրները, որ մենք ունենք, մենք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում մենք հասկացանք, որ ոչ միայն մենք պետք է վարչությունով կամ, չգիտեմ, կուսակցության քաղաքական ժողովով կամ որևէ այլ մարմնով տարածքային խորհրդով որոշում կայացնենք, թե ով է թեկնածուն, այլ նաև հարցում անենք հանրային կարծիքի, որպեսզի հասկանանք, թե ինչպիսի հանրային տրամադրվածություն կա, որովհետև երբեմն
Երևանում նստած մենք կարող է ընտրենք լավագույն տեխնացուին մեր հավանական տեխնացուների միջից, ովքեր կան այդ կուսակցությունը այդտեղ ներկայացված, բայց մեր ընտրությունը տարբերվի քաղաքացիների ընտրությունից եւ սա լավ մեթոդ համարեցինք հանրային կարծիքի որոշակի, ուրեմն պատահականության սկզբունքով հարցում անելու Եվ մենք հայտարարեցինք, որ մենք ուզում ենք հրավիրում ենք բոլոր նրանց, ովքեր քաղաքացիական պայմանագրի անունից եւ ցուցակով կուսակցության ներկայացուցիչ որպես պատրաստ են լինել համայնքապետ եւ մրցել մյուսների հետ։ Դուք գիտեք, մենք թե կուսակցական մասնակիցներ ունեինք, թե անկուսակցական համակիր մասնակիցներ, որը ենթադրում էր, եթե քաղաքացիական պայմանագրի ցուցակով եւ անունով է առաջադրվելու, իհարկե նաեւ հետո կուսակցության աշխատանքներում ներգրավում բայց primary-ի ամենակարևոր ձեռքբերումը ես համարում եմ նաև այն, որ մենք մեր ներկուսակցական գործընթացներում ներգրավեցինք նաև անկախ մարմիններ, անկախ դիտորդական մարմիններ, ովքեր մեզ աջակցում են ավելի լավացնել մեր ներկուսակցական մեխանիզմները։ Ես կուզենայի, որ հույս ունեմ, որ սա նաև այսպես որպես որակյալ պրակտիկա օրինակելի կլինի մյուս կուսակցությունների համար, որովհետև երբեմն ներկուսակցական իրադարձությունները, ներկուսակցական գործընթացները, որտեղ մենք բոլորս նույն կուսակցությունից ենք, որոշակի լոյալություն ունենք, որոշակի շահեր մեզ դիտարկելու հասկանալի է, որ պրայմերիզը որպես դեմոկրատական մեխանիզմ լավ է եւ մեզ հայտնի է Միացյալ Նահանգներում համապետական ընտրությունների ժամանակ կուսակցությունների ներսում անցկացվող պրայմերիզները Հայաստանում ես կարծեմ թե մեկ անգամ է եղել էլի համապետական ընտրությունների ժամանակ որ պրայմերիզ արել են Նոյդաները ես լավ աղոտ այդպես մի բան հիշում եմ բայց թիմի ժամանակ դա ձեզ ներկուսակցական հարցերում համերաշխություն միասնություն եւ այլն այդ օգուտ է տալիս թե ավելի շատ վնասում է Գիտեք, ընտրական գործընթացները միշտ որոշակի լարումներ եւ բաց թողումներ, հա, ուրեմն էներգիայի ունեն։ Մենք մեր բոլոր գործընթացները որոշել ենք անցկացնել ընտրական ճանապարհով եւ չնայած նրան, որ այդ ընտրություններում պարտվելի տրամաբանությունը Հայաստանում լավ ընդունված մշակույթ չէ, որակյալ մշակույթ չկա, էլի ընտրվում են, բոլորը հայտարարում են, որ կեղծված է բան, այսպիսի համընդհանուր քաղաքական մշակույթ կա։ Մենք մեր բոլոր ընտրություններն ենք այդպես արել, ընդհանուր մինչև ազգային ժողովում ներքին նկատի ունեն պաշտոնների ընտրությունները, ազգային ժողովում կուսակցությունների հանձնաժողովների նախագահների եւ տեղակալների մակարդակում ընտրություններ, այսինքն ես որ հանձնաժողովի նախագահի տեղակալ եմ, առաջադրվել եմ, առաջին փուլում չեմ ընտրվել, որովհետեւ չունեի 50+ շատ, 50-ից ավելի ձայներ, երկրորդ փուլում մյուս տեխնացուի հետ մի տեխնացուն դուրս է մնացել, երկուսով անցել ենք երկրորդ փուլ, նորից քվեարկվել է, ընդ որում մինչև տեղակալ առաջադրվել ես առաջադրվել եմ նախագահ ընտրվել է պարոն Գաբրիելյանը, ինչպես հայտնի է բոլորից Գաբրիելյանն է մեր հանձնաժողովի նախագահ, հետո մենք սկսել ենք իրար հետ աշխատել, այսինքն դա իհարկե կարող է որոշակի լարվածություն, հա, նախընտրական լարվածություն առաջացնել երկու տեխնացուների միջև, բայց ընտրություններ վերջանալուց հետո մենք շարունակում ենք միասին աշխատել եւ աշխատել նույն նպատակի շուրջ։ Ես կուզենայի իհարկե որ դա նաեւ համապետական տրամաբանություն լիներ ընտրություններից առաջ քարոզարշավ, ընտրություններից հետո լարումը բաց թողնել։ Եվ ես կարծում եմ, որ սա որակյալ է պրակտիկա է եղել քաղաքացիական պայմանագրի համար։ Մենք մի դեպք ունեցանք միայն Փարաքարում, երբ որ այդ պրայմերիզը չանցած տեխնացուն որոշեց ինքնուրույն մասնակցել ուրիշ կուսակցությամբ, որը նույնպես երևի հետընտրական կամ ընտրական գործընթացը Բայց հիմա Փարաքար եւ Գյումրի ձեր տեղի կուսակցական կադրային ամբողջ ներուժն եք ինչպես տեսնում եք ցուցակներից Դե ցուցակներից տեսնում եմ, մտածում եմ, թե լավ, եթե Գյումրիի ավագանու կազմը 33 հոգի պիտի լինեն, ԿՊՆՉ-ը ներկայացրել 99 հոգանոց ցուցակ, ընդ որում ներգրավելով այլ օրենսդիրեր գործադիր մարմիններում աշխատող մարդկանց, որոնք ոչ մի կերպ ավագանու անդամ չեն լինելու, քաղաքապետի տեխնացուն էլ հայտնի է, ասենք այդ 99 գրել եք դրա իմաստը ո՞րն է։ Ես ժողովրդավարական երկրների պարագայում կաշխատեի այդպես բան անել, կտրուկ ձևակերպումներ եւ գնահատականներ չտալ, աշխարհը փոփոխական է, բայց այնպես է հումոր է իհարկե, բայց այնպես իհարկե շատ կարևոր է նաեւ
բոլորով միևնույն ցուցակի տրամաբանության ցուցակները մենք կազմել ենք երկուսն էլ հնարավոր առավելագույնի 1.63 մյուսը 99-ի տրամաբանությամբ մենք կարևոր ենք համարել որ տեղում ներկայացված մեր բոլոր գործընկերները ցուցակում լինելով դրսևորեն իրենց ներգրավվածությունը եւ սա նաեւ այդպես կուսակցական դիրքորոշում է որովհետեւ երբեմն գիտեք, ասենք ինչ որ մեկի ցուցակում չլինելը բան ինչ որ կոնսպիրատիվ խոսակցությունների եւ այլնի տեղիք է տալիս, հետո կա կուսակցական հիերարխիա։ Ես կարծում եմ, որ սա նույնպես կարեւոր է, օրինակ, եթե մենք ունենք տարածքային խորհուրդներ, որին ընտրել է մեր տարածքային կազմակերպության կուսակցականները, այդ խորհրդի անդամները պետք է ներկայացված լինեն այս ցուցակում։ Հետո իրանք ինչ կորոշեն։ Ես այս քաղաքական մշակույթի համար եմ էլի ասում, հետո իրանք ինչ կորոշեն, իրանք կուզենան գնալ բիզնեսով զբաղվել, իրանք կուզենան գնալ համայնքապետարան որևէ ծառայության անցնել, դա արդեն հետոյի հարց է, բայց իրենք որպես քաղաքական գործիչներ պետք է ներգրավված լինեն ցուցակում եւ ես կարծում եմ, որ շատ տրամաբանական է, որ այս պահին նաեւ կենտրոնական իշխանություն ունեցող կուսակցությունը պետք է բոլոր հնարավորությունը, ամբողջ հնարավորությունը, հա, ինչը օրենսդրությունը տալիս է, օգտագործի իր ամբողջ հնարավոր պոտենցիալը քաղաքացիներին ներկայացնելու համար։ Ժամանակը սպառվել է, չնայած հարցերը այնքան շատ են, որ չգիտեմ, որը մեկ հարցել տանք եւ ավարտենք։ Դաշինքների հավանականություն, քարոզարշավի ընթացք ինչպես եք պատկերացնում, հակիրճ ինչքան հնարավոր է։ Քաղաքացիական պայմանագիրը երկու համայնքներում էլ գնում է ընտրության հաղթելու տրամաբանությամբ, մենք այս պահին դաշինքների տրամաբանության մասին չենք մտածում եւ չենք քննարկել, որոշումներ չունենք, մենք պատրաստում ենք երկու համայնքում էլ քաղաքացիներին համոզել, որ իրենց համար լավագույն ընտրությունը կլինի քաղաքացիական պայմանագրին քվեարկելը եւ ես կոչ եմ անում քաղաքացիներին ուշադիր հետեւել քարոզարշավին, ես լիահույս եմ, որ քաղաքացիական պայմանագրի կարողանա ցույց տալ նախընտրական շրջան, որ ինքը լավագույն տարբերակն է քաղաքացիների համար, թե Փարաքարում, թե Գյումրիում։ Շնորհակալ եմ զրույցի համար, հետևենք ընտրական գործընթացներին։ Սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի հետ, կհանդիպենք։